Ինչն է եղել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը։ Ամենալրատվականին հասած տեղեկությունների համաձայն վերոնշյալ բակում մեքենաներ են վթարի ենթարկվել։ Վթարի ենթարկված մեքենաների վարորդները դուրս են եկել մեքենայից ու սկսել են միմյանց մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել։ Հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելուն ու կրակոցներ արձակելուն։ Հիշեցնենք, որ Շամշյան կետքոմը հայտնել էր, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել ժամը 19:20-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում եւ ՀՀՆԳ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ եւ կան վիրավորներ։ Քրեական վարչության ծառայողները վարչության պետ Հայկ Հարությունյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակած պարկուշներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ արկա է եղել կրակոցի հետ, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա առնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի համար նույնպես կա առնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես արկա են եղել առնանման հետքեր։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, այսօր հայտնի դարձավ, որ գործով կա 1 ձերբակալված անձ։